Իրանական Բանդար Աբբաս նավահանգստում ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստան եկող բազմաթիվ կոնտեյներներ ուղղակի կորել են։ Դրանց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն ստանալն այժմ անհնար է։ Հայաստանի առջև Առևտրատնտեսական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը նշում է, որ շատերն են դիմում նման խնդիրներով։ Նրա խոսքով հարցը միայն կորած բեռները չեն, նույնիսկ եթե ապրանքը տեղում է ու ավելի ուշ գտնվի, դրա տեղափոխման ծախսերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, իսկ սա հանգեցնելու է գնաճի։ Մասնագետների կանխատեսմամբ, եթե իրավիճակը շուտապույտ լուծում չստանա, ապա 1-2 ամիս հետո մենք կառերեսվենք ոչ միայն թանկացումների, այլև որոշ ապրանքատեսակների դեֆիցիտի։ Մենք արդեն այդ խնդիրները տեսնում ենք, բայց սպառողը դեռ դա չի նկատել, ու կարծում եմ մոտակա 1-2 ամիս չի նկատվելու, դա չի կարա որպես արդյունք գնաճ չունենա, բայց ինչքան կունենա դեռ չգիտենք, որովհետև հիմա ծովային ճանապարհները վերադասավորվում են այս պահին, եւ մենք հստակ ինֆորմացիա չունենք, ինչքան է թանկ։